Վերջին անգամ որ խոսեցի մի հատ YouTube-ում մի հատ կոմենտ կար, թե այնքան քիչ է սերվում, արդեն սկսել ենք մոռանալ քեզ։ Հետաքրքիր գրառում էր, մի քիչ սթափեցնող էր, այսինքն ստացվում է, որ այս հայկական քաղաքական թատրոնի մասն եմ էլի կազմում, դերասան եմ, պետք է հաճախ ելույթ ունենամ, որ չմոռանամ։ Բոլոր ազգերն էլ քաղաքական դաշտում ինչ-որ առումով դերասան են, բայց մեր մոտ տարօրինակ վիճակ է։ Մենք այդ բոլորն են դերասանների դերերը խաղում, բայց ինքնակործանվող թատրոնն է։ Ես փորձում եմ այդ թատրոնի մեջ ինչ-որ սցենար մտցնել, մարդամոտ սցենար, հայամոտ, ազգամեծ սցենար մտցնել, չի ստացվում, բայց դե քանի որ այտենց հարց կա, որ կարող է պատահի ինձ լրիվ մոռանան, իսկ բանը մարդուն պետք է հիշեն, որպեսզի ուշադրություն դարձնեն։ Մարդկա նեգատիվ բան գոյություն չունի, publicity էլի, հրապարակայնություն։ Որևէ կերպ հանդես եկի, ամենակեղտոտ ձևով էլ հանդես գաս, այդ ավելի լավ է, քան թե ոչ մի բան չասես, մարդ քեզ չի իմանա։ Եթե քեզ չեն իմանում, ոչ մի բան ես դու։ Բայց եթե քեզ իմանում են որպես, ասենք, թե Արման Բաբաջանյան, ասենք, ասեն եկաբանը, որտեղ այդ ճիվաղը Հայաստանը կործանեց, բայց ինքը հələ որ հերոս տղա է։ Այսօրվա խոսակցությունը ընդունված մեր պատկերացումների մասին են, հերոս դավաճան, խիզախ, վախկոտ, բարեկամ թշնամի, այս ինտերվալների մասին է, մենք շատ սխալ պատկերացումներ ունենք դրանց մասին։ Թե ով է հերոսը, ով դավաճանը, խիզախ, վախկոտը, օրինակ Նիկոլեն վախկոտ են, բայց Նիկոլը երկիր Հայաստան կործանեց, մենմենակ Հայաստան կործանած մարդը չի կարող վախկոտ համարվել, ինքը չի վախեցել, որ իրան կսատ կասնեն։ Իսկ ինքը իրան որ ասես խիզախա կասեն, ոչ թե ասես Նիկոլը խիզախա, ասես հերոսա, կասեն այդ ինչ ես խոսում, դավաճան ասա, նամի ասա, բայց ինքը հերոսը թուրքերի համար, ինքն իր մեջ է հերոս, ինքն իր մեջ է խիզախ, օբյեկտիվորեն էլ խիզախա, որովհետև այդ գործն արեց, չվախեցավ, Պուտինից չվախեցավ, Ռուսաստանից չվախեցավ, որ կարային իրան շանսատակ անեն, երբ որ ինքը թուրան էր սարքում։ Այսինքն, եթե դու երևույթները սխալ ես բնութագրում, արդեն իսկ սխալ եզրակացությունների կգաս։ Եթե Նիկոլին վախկոտ համարես, այդ վախկոտ շուննովա, որ դրան բանի տեղ դնենք, վերջ անելիք չկա։ Այդ վախկոտ էդ ինչ գործ ունես։ Հերոս չես կարա ասես, խիզախ չես կարա ասես, դավաճան էդ ինչ գործ ունես։ Դու հարցերը փակվեցին։ Տեսեք, հայկական քերակ բանից բառա բացատրություններից հասանք քաղաքականության ամենավերջի կետերը, շատ տարօրինակ բան ստացվեց։ Ուրեմն պետք է ճիշտ բնութագրել երևույթները։ Եթե սխալ ես բնութագրում, ոչ միտեղ չես հասնի։ Դրա համար այդ սխալով մենք հասանք սրան, այս ընկերոջս գրածն է, որ նախկինում ծառայությունները զվարճացնում էին թագավորներին ու հյուրերին, հիմա իրենք են ամեն օր թագավոր դարձել ու ծիծաղում են հպատակների վրա։ Ես այն անգամ էլ ասեցի, որ Հայաստանը աշխարհի ամենացայտուն միկրոմոդելն է, էլի, մենք առաջ ընկած ենք բոլորից, մեր սրիկայությունների մեջ, բայց մի հատ վերադառնամ, մի քանի բաներ ցույց տամ, որոնք շատ կարևոր են։ Այս ուրեմն մի ֆանտաստիկ կլիպ է սարքված, զոհված կանանց բաներն արհեստական բանականության միջոցով վերականգնել, նայեք, շատ հետաքրքիր է։ Սարսափելի կադրեր են, կինն իրավունք չունի պատերազմում զոհվելու, այդ աննորմալություն է, մենք սրա տերն ենք նաև, հաշվի առեք,
Էս էլ Չինաստանն է, ես միշտ բերում եմ որպես կոնտրաստ, որ պատկերացնեք, սարերը չեղկել են։ A place known as the Earth's crack. Դե լավ, ցայնը կարևոր չի։ Սարերը հարթեցրել են երկիրը, հələ տեսեք ինչ են սարքել։ Այս ամեն ինչը տեղի ունեցավ 30 տարվա մեջ։ 30 տարվա մեջ մենք կործանվեցիք, Չինաստանը դարձավ հեքիաթ։ Ինչքան նայես նայվում է, այս ինչ որ ֆանտաստիկայից էլ դենա էլի։ Ես էլ ջուր են բաց թողում ակամրջից, որպեսզի պատկերացում կազմվի թե ինչ ինժեներական կառույց է, մարդկային կառույց է։ Մենք սա չենք տեսնում։ Ոչ մի հայ, որը ապուշ դուց է տալիս, իսկ հիմա հայերի մեծ մասը դրանով են զբաղված, դե չեն կրթվել, ինչ անեն։ Բայց գոնե սենց տեսած բաներից կարող են իրենք եզրակացություններ անել, որ աշխարհն ուրիշ է, ժամանակներն ուրիշ են, մեր դարն ուրիշ է։ Չի կարելի դարից անվերջ հեռու մնալ։ Լավ, այսքան այստեղ հերիք էր, անցնենք մյուս կադրին։ Սա էլի ձայնը չեմ տա, քաղաք է, ինքը այս սցենարիստը գրողը բացատրում է, որ այս քաղաքը եռաչափ քաղաք է, սա բարձրարկի վերևում փողոցները։ Այս քաղաքում մինչև հիմա մեր ունեցած պատկերացումներն են վերացել։ Տեսեք, ամենաբերին հարկերով մարդիկ քաղաքի ման են գալիս։ Ապրում է եռաչափ տարածության մեջ։ Իրանք նույնիսկ տարածությանն են բան արել, sense մարտահրավեր նետել։ Ասում են մենք ցկած ունենք։ Մենք մեր ուղեղով ենք ապրում։ Ամեն ինչի մեջ միայն ուղեղն է։ Այն անգամ էլ ասացի, որ վերացրում են փաստորեն դոկտորական դիսերտացիա կոչեցել։ Խելք ունես, հայտնագործություն ես անում, խելոք բան ես անում, մենք դա ընդունում ենք, քո նվաճումը գնահատում ենք, քեզ էլ վարձատրում ենք։ Առաջ ընկած են բոլոր քայլերում, բոլոր հարցերում։ Սա ինչ որ արտակարգ բան չի։ Արտակարգը հայերի համար, բայց մարդու համար արտակարգ չի։ Սա է մարդը։ Մարդը պետք է տեսեք ուրեմն այս բնակարանն ու այս մետրոն սարքել են իրար հետ։ Ըստ որում այս մետրոյի հենարարները անջատված են այս տնից, տան վրա չի հենվում։ Այդ պատճառով ձայնային բան չկա։ Մետրոն ասում է մարդիկ քնած են տան մեջ, ձայնը չի գերազանցում նորման։ Տեսեք ուր են հասել։ Այս մեր դարն է, եթե հայ որևէ բան դուրս է տալի, ապուշ, նա պետք է հիշի, ես պատահաբար չես ամեն ինչ ես տալիս։ Frank իրար հետ սա շատ խորը շահկապված հարցեր են։ Եթե սա չես տեսնում, դու մարդ չես, որովհետև սա տեղի ունենում նույն մոլորակի վրա, նույն մարդն է։ Չինացիք ու հայերը գեներով իրարից շամ չեն տարբեր։ Գեների մեջ գրած չի հայ ու չինացի։ Նույն մարդն է։ Շատ քիչ տարբերություններ կան դիմագծերի, որոնք մի քանի գենի տարբերություն են, որոշիչ չի, ուղեղային գեները նույնն են։ Ես էլ Բարիս Մուրադի բանն է, գրառումն է, ես իրանից թույլտվություն չեմ խնդրել այս գրառումը կարդալու համար, որովհետև գրած է հանրային, կարծում եմ շատ կարևոր բան է ասել։ Մարդկային հասարակությունը գոյություն ունի, քանի դեռ կան կանոններ։ Որևէ կանոն չի կարող գոյություն ունենալ, եթե դրա խախտումն անպատիժ է մնում։ Պատիժը կարող է լինել իրավական, բարոյական, հասարակական, հոգևոր կամ բնական, բայց այն անխուսափելիորեն պետք է գոյություն ունենա։ Կանոնի համար պատիժ պետք է լինի, որպեսզի կանոնը խախտողին պատժեց ու կանոնը գոյությունը շարունակի ունենալ։ Հենց պատիժն է, որ կանոնը դարձնում է պարտադիր։ Երբ պատիժը վերանում է, կանոնը վերածվում է պարզապես ցանկության կամ հասարակական կարգը սկսում է քայքայվել։ Դեգրադացիայի առանձին ճանապարհ է նաև այն, երբ պատիժ կա, բայց այն նախատեսված է միայն նրանց համար, ովքեր քո խմբից դուրս են, կամ նրանց համար, ում կարող ես պատժել։ Նիկոլի պատիժները իր համար են, ինքը պատժում է իր ուզած մարդուն։ Այդ պահին օրենքը դադարում է լինել արդարության չափանիշ եւ վերածվում է ուժի գործիքի։ Մենք, որպես հասարակություն, այսօր կարծես հասել ենք հենց այդ դեգրադացիայի ճանապարհի ավարտին։ Այստեղ Միջնադարյան նկարը կույրերին առաջնորդում է կույրը ու բոլորը կործանվում են անդունդում։ Շատ կարևոր բան է, եզրակացությունն ու գրառումը։ Հիմա հայության մեջ չկա նման մտքեր արտահայտող ոչ մեկը։ Բարիսը եզդի է մարդը, ինքը չի կրել այդ հայկական
մենտալիտետի այդ ֆանտաստիկ բացասականը համելինքը գնատուր ունակա այս եզրակացության եկել, որը պետքա մնա, հայերը պետքա ծանոթանան սրան։ Առանց պատիժ ոչ կանոն կա, ոչ հասարակություն կա, ոչ պետություն, ոչ մարդ։ Նույնիսկ մարդը չկա, որտեղ եթե հասարակական կանոնները հավիժվում են, չեն գործում, մարդը կործանվում։ Դա շատ կարևոր եզրակացություն է։ Այսօր նաև ես իմ հոդվածին եմ անդրադառնալու, բայց մի քիչ հետո կգամ։ 14 թվականի փետրվարի հոդված, հա։ Մի քիչ այս թեման շարունակեմ, հայկական թեման խորացնեմ, հետո կգամ դրան։ Այսօրվա խոսակցությունից այսօր շուրջ նա։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը գրում է. Խաղաղվեք, հարցը փակված է։ Ասեցի երևի սուտ կլինի, ոնց կարող մարդը sense բան գրի, էլի։ Գնացից ստուգեցի, պարտվեց իսկապես գրել է։ Կարդամ։ Որ մանդատն ինձ համար 10-րդականը ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ մանդատից հրաժարվելու թեման շատ քննարկվեց, չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի, ոչ լոտության ստուգում, ուզում էի տեսնել, թո ով է, ով ինչի է արժանանալու։ Հիմա ասում եմ, մանդատը վերցնում եմ, հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։ Պարզվեց ինչ որ մարդիկ շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու։ Հետ այսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։ Առանց համեստության չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։ Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցում։ Այս փուլում իմ պարտքն է լինել թիմի հետ, հատկապես Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։ Վերջում մանդատով թե առանց մանդատ, ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ով եք։ Սա չպետք է անարձագանք մնա, սա հայկական կանոնների մարդկային կանոնների խախտում է։ Այս դեգեներատին պետք է ասել, լսի, դու Ռոբի թիմում որպես ցուսակի անդամ ընտրված ես արդեն որ երրորդ անգամ։ Դու էդ ես։ Ինչ պարտքի մասին ես խոսում։ Դու ում դեմ ես պարտքը կատարում։ Դուք Նիկոլ լեգիտիմացնելով պարտք եք կատարում, դեգեներատ, վախ, հանցագործ, պարազիտ։ Հիմա գամ Շրաշկեչին, որը ես կարծում եմ հայաստանյան կործանման առաջին ռեժիսորն է, ինքն է լեգիտիմացրել Նիկոլին։ Նիկոլն ով էր, Նիկոլը գեղեցիկ տղա էր, խիզախ տղա էր, եկավ ասեց հələ դուք ով եք արել դեմ, ես ձեզ լավ կխաղամ։ Սաղին ֆուկ արեց, վերցրեց իշխանություն, ասեց դե հիմա արեք ինձ լեգիտիմացրեք, պարդոնեկներ, որ ես կարողանամ Հայաստանը կործանեմ։ Ոչ ճիվաղը առաջինն էր այդ հարցում։ Այս բոլոր խաղացող հանցագործը, որը այդ թիմին բոլորին հանցագործ սարքեց, այս Աղվան Վարդանյանը ինչի հաշվին է տենց խորհրդում։ Այս դեգեներատի։ Երրորդ անգամ, ամբողջ կյանքը զբաղված ակեղծելով։ Մարդկանց տարավ ընտրությունների հիմա էլ չի վերցնում մանդատը, դու մանդատ չես վերցնում, այդ ոնց է, արդեն որ երրորդ անգամ մարդկանց ընտրության ես քարշ տալիս, որ ինչ, որ Աղվաններն ու Իշխան Սաղաթելյաններն ասնեն, երեփուկներն ասնեն, դու հասկանում ես ինչ ես անում, շատ լավ ես հասկանում, բայց քո միլիարդներն ես պաշտպանում, հայազգի քո վերացման հաշվին, հանցագործ, դեգեներատ, կիպու, կիվախ, մանդատ վերցրած, այսինքն Թուրքին լիգի տեղ պատրած ու հային կործանած բոլոր հայերի տիրումները, նենցը։ Դստեղ երևի դուք նկատեցիք մի հատ ավելորդ բառ, ես գրել եմ մանդատ վերցրած ու հային կործանած բոլոր հայերի, ինչի եմ շեշտել բոլոր հայերի։ Միակ մարդը, որը կարող էր մանդատը հանգիստ վերցնել, այս մուղամբազության մեջ, Բարիսն էր, բայց Բարիսը ցուցակում տեղ չգրավեց։ Մանդատից ինքը իրան ոնց կարան մանդատ տան Աղվանները։ Դուք ամեն օր այս թուքում ուզմուտելու եք։ Ես շատ եմ խոսելու, ամեն օր ձեր մերն եմ քրֆելու։ Ձեր հերն եմ անիծելու, ծիվաղներ դուք եք Հայաստանը կործանել։ Նիկոլը գործիքն է։ Ալիևի գործիքն է, բայց պարզվեց է դուք ձեր
մի ցենտի համար, մի օրա լափի համար կործանեցիք երկիրը։ Դուք հային վերացրիք որպես մարդ։ Տականքներ։ Այս կարևոր միտք է։ Ասում է ոչխարների ազգը կծնի գայլերի իշխանություն։ Դուք արդեն որորդ անգամ սա եք անում 88 թվից։ Ռուսները ձեր համար երկիր էին սարքել, հենց անկախացած դարակ անասուն։ Տվար դարակ բոլորը։ Ես էլ դիմում սա հայոց փողատերերին, թասիբովներին։ Քանի փողատեր նստան Նիկոլին մուծման դուրս ելան ու նստել հերնելուց հետո էլ ոչ մեկի թասիբը չաշխատեց փողով հարց լուծելու։ Հայ ձեռքին փողը գործիք չէ։ Ցանկացած մարդու ձեռքին փողը գործիք է, հայ ձեռքին գործիք չէ։ Այն լափելու համար է, մեկ էլ Նիկոլի զոհվածի գերեզմանին քարքաշելու, բայց ոչ երբեք Նիկոլի հարցը լուծելու։ Էս եք դուք։ Դուքով եմ խոսում, որտեղ ես դիմում եմ առնվազն 90%-ին։ Բացած, փչացած, ուղեղը կորցրած, որը միակ գործարը բախպեր գիտես ես հայ եմ, բախպեր գիտես ենի հայա։ Պատմական դեմքերով հպարտանում է միայն դեբիլը, նորմալի խնդիրն է այդ անուղեղին ներկա դար բերելն ու իր ողորմելությունը աշկը կողելը։ Չեք անի։ Ես էլ ընկերոջս գրառումն այս մտքի տակ որ ասեցի, շատ լավ է գրել։ Սովիցով Հայաստանը կործանեց մեր վերջին հանգրվանը։ Գլուխ կողելով մենք կերանք մեզ հասանք այս չիչուների, հլը տեսեք ես անասուն են, գնացել է ես միջազգային մասշտաբի անասունի հետ նկարվելուց ուրախացել է, սա կերպարին նայեք, նայնքը թքած, ես իրեն բան չունեմ ասելու, ես այս 584 սրան լայքացիլ բանն եմ ասելու, անասուններ, դեգեներատներ, ձեր կործանվելն եք դուք լայքում անասուններ։ Ես ուրիշ ազգ չգիտեմ, որը այս աշճանի դեգեներատ է իր անկալումների մեջ։ Թշնամի, բարեկամ, հերոս, զավաճան, ամեն շշկռած։ Ոչ մի բանից գաղափար չունեմ։ Այսօրվա խոսքը կվերջացնեմ այս հոդվածով։ Ես հոդվածներն ուղարկում էի լրագրին, լրագիրը արևմտյան բաներ, փողերով սնվող հայկական կայքեր, վերացավ, ես իմ ոնց եղավ երևի չհասցրեց շատ մեծ սրիկայություն, բայց միակն էր հայկական կայքերից, որին ես հոդված էի ուղարկում, իրանք տպում էին, ու ինքը ուներ, չգիտեմ, խմբագիրներ դնում ես նկարներ, թե հատուկ ինչ-որ նկարիչ ունեն, որ հոյակապ նկարները ջոկում էր, ես հոդվածը ամբողջապես վերնագիրներ սարքած ուղարկում էի, իրենք նենց լավ նկարները դնում էին, այս 14 թվի հայկական էլիտան է, որը փոխարինվեց հիմիկվա նիկոլական էլիտա, որ իրարից չեն տարբերում, նույն Զիբիլյանոսն է։ Հոդվածի վերնագիրն է, թշնամի բարեկամ կեղծ անդունդը, 14 թվի փետրվար։ Հայկական պետականության եւ հանրության ներկա վիճակի հետ կապված շատերս ենք վերաքննում այլևայլ հիմնարար դրվածքների մասին ունեցած մեր դոգմատիկ պատկերացումները։ Դրանցից մեկն էլ թշնամի բարեկամ հակամետ հասկացություններն են աշխարհայացքի ու կենսակերպի վրա ունեցած իրենց ահռելի ազդեցությամբ։ Գենոցիդից հետո մեզանում թշնամու կերպարը կենտրոնացել է Թուրքի մեջ։ Դրանով իսկ նեղացել եւ պրիմիտիվացել է թշնամու մասին պատկերացումների օբյեկտիվորեն մեծ դաշտը, ազատ որևէ տեղ չթողնելով այլ կարգի թշնամություններին։ Եթե ունիվերսալ թշնամին թուրքն է, ապա ավտոմատ ստացվում է, որ բարեկամն էլ հայն է։ Ղարաբաղյան process-ի հետ կապված այդ պարզեցված պատկերացումն էլ ավելի խորացավ, բայց անկախության, կապիտալիզմի մուտքով ու սոցիալական անհավասարության աճին զուգահեռ մարդիկ սկսեցին հարցականի տեղ դնել թշնամու մասին պատկերացումների այս պարզագույն մոդելը։ 1995-96 թվականների ընտրական լպիրտ կեղծիքներից հետո հրապարակ մտավ քաղաքական հակառակորդ եզրը եւ դրանով հակամարտությունների մասին մարդկանց պատկերացումները մի քիչ խորացվեցին։ Հայերի։ Այդ ժամանակներից մինչև 98-ը երկրորդ նախագահի ընտրությունները ունեինք թուրք թշնամուն, ընտրություն կեղծող քաղաքական հակառակորդին եւ բարեկամ հային։ Այդ ընտրությունների
կեղծիկից հետո արդեն թուրք թշնամի, հայ բարեկամ ինտերվալը լցված է բազմաթիվ այլ սուբյեկտներով, ներառյալ սափրագլուխներն ու օլիգարխները, այն ժամանակ սրանք շատ էին։ Նրանց սատարողներն ու բարեկամները, շուստրիներն ու գողականները, հարիվներն ու համբալները, արտագաղթողներն ու մնացողները, փողատերերն ու աղքատները, անարժան վիճակ քարշ տվող ակադեմիկոսներն ու պապայի բալա գիտության ծախքում թեկնածունները։ Այս բոլորն իրար նկատմամբ եւ հակառակորդ են, եւ բարեկամ, եւ մասնավոր թշնամի, բայց եւ բոլորն իրար հետ միասին միահամուռ թշնամի են Թուրքին։ Թուրքն այն վերին ստանդարտն է, որի արկայությունը մեղմացնում է ցանկացած ներքին հակամարտություն։ Եվ զարմանալիորեն հարիվն ու ակադեմիկոսը, գողականն ու արվեստագետը նույն պաթոսով եւ նույն համերաշխությամբ հակաթուրք են։ Իհարկե դա օբյեկտիվորեն է այդպես։ Նույնիսկ անկախ այն բանից, որ իշխանություններն այդ թշնամության շարքմամբ արդեն 2 տասնամյակ շարունակ երկիրն են մսխում ու մարդկանց հայլասերում։ Դե այն ժամանակ որ կործանումը չկար 14 թիվեր։ Թուրքին վերացնել նրան քարտեզից ու հարևանությունից դուրս հանել հնարավոր չէ, բայց եւ Թուրքի գոյության պատճառով հերվից հեռու ինքնաբերաբար կործանվելն էլ ետք չէ։ Հետևաբար մնում է ներքին հակամարտություններից գլուխ հանելը, հասկանալը թե որն է իրոք արյունալի թշնամությունը, որը շահագործումը, որը շահարկումը, որը խաբեությունը, որը խուլիգանությունը, որը բանդիտիզմը, որը դավաճանությունն ու որն իսկապես քաղաքական հակամարտությունը։ Եվ դա անելու համար առաջին հերթին պետք է սահմանել, թե որն է առկան ներքին կոնֆլիկտների առարկան, որքանով են կոնֆլիկտները շահային, անհամատեղելի մահացու եւ որքանով անարյուն հանգուցալուծող։ Այս պարզեցումներից հետո նոր հնարավոր կլինի պարզել, թե ովքեր են վերաթվարկվածները եղած հակամարտությունների սահմաններում եւ ինչ վերաբերմունքներ են հնարավոր դրանց հանդեպ։ Հիմնական ներհանրային կոնֆլիկտն իհարկե իշխանություն կոչվածի եւ հանրության մեջ է։ Իշխանությունը կրիմինալի օգնությամբ կեղծվող ընտրություններով վերարտադրվող ինքնամփոփ, զինյալ, ահռելի մի կոնգլոմերատ է։ Իսկ հանրությունն է սահմանադրական հնարավորությունների հույսին մնացած մշտապես պարտված, անարգված, օրեցօր հուսալքվող եւ երկրից հեռացող։ Արդեն 19 տարի է, հաշվարկել եմ 95 թվականից։ Կոնֆլիկտը օրինական մեթոդականով, այսինքն ընտրություններով չի հաղթարվում, որևէ դիալոգ կամ զիջում դեռևս արձանագրված չէ նրանց միջև։ Կորուստները միայն ու միայն հանրությանն են։ Իշխանությունն անպատիժ բարգավաճում է, լքսիորեն ցուցադրելով իր մասնագիտական անհամապատասխանությունը, ոտնահարելով ազգային արժանապատվությունն ու բեսպրեդելով մարդկանց ստրկություն պարտադրելու առօրյայի մեջ է։ Ինչպես կարելի է որակել այդ անլուծելի հակամարտությունը բարեկամ հակառակորդ թշնամի ինտերվալում։ Ինչով է տարբերում իդեալական թուրք թշնամին հայ կրիմինալից, որը շարունակաբար գողանում է ձայները, կեղծում, թալանում երկիրը, շահագործում, ստորացնում ու ավերում մարդուն։ Միայն մեկ բանով, յաթաղան չունի ձեռքին։ Իսկ մնացած էֆեկտներով նույնն է։ Մարդիկ փախչում են երկրից, լքելով տները, հետևաբար կարելի է պնդել, որ հակամարտող կողմերն արդեն իսկ մտել են իրար հանդեպ բացարձակ թշնամության փուլ։ Իշխանականն օգտագործում է հնարավոր բոլոր ուժային մաքսիմումը, հետապնդումները, բանտերը, ֆիզիկական հաշվեհարդարները, գաղտնալսումներն ու գործակալական հզոր ցանցերն իր սադրիչներով եւ ներդրված ագենտներով, իսկ հարությունն էլ արտագաղթում է ֆիզիկապես փրկվելու համար։ Ուժերի հարաբերակցությունն այնպեսին է, որ արկա մեթոդականի սահմաններում լուծումներ ուղղակի գոյություն չունեն։ Ելնելով վերը նկարագրածից, ընթերցողն ինքնուրույն կարող է տեղադրել իրեն հայտնի սուբյեկտներին բարեկամ, հակառակորդ, թուրք ինտերվալում եւ ավելի հստակեցնել իր դիրքորոշումն այդ հարցերում։ Վիկտորիա Թաքուի արտգործնախարար Լորդ Պալմերսոնի «Մենք չունենք մշտական դաշնակիցներ, մենք չունենք մշտական թշնամիներ, մենք միայն ունենք մշտական շահեր» հայտնի միտքը տեղադրելով մեր իրականության վրա կստանանք հետևյալ ողբերգական բանաձև։ Հայ հանրությունը չունի որևէ բարեկամ, ունի միայն ներքին եւ արտաքին թշնամիներ։ Ունի միայն ներքին ու արտաքին թշնամիներ, որոնք հետապնդում են իրենց մշտական շահերը, հոշոտելով հայ մարդուն։ Այստեղ ես ասել եմ տեղադրեք ձեր իմացած մարդկանց այս իմ բացատրածի դաշտում։ Տեղադրեք այստեղ Ռոբին,
Արմանին, Աղվանին, հայկական քաղաքական դաշտի ցանկացածին ու դուք կտեսնեք, որ թուրքը ազգային թշնամի է, բայց սրանք հայկական հային դեմ, մարդուն դեմ թշնամիներ են, որտեղ սրանք են հավերժացնում ձեր դերողքը։ Այս դաժանության պատճառը դրանք են։ Դրանք են մեզ հասցրել սրան։ Այս ճիվաղն է ձեզ հասցրել այսօրվան։ Ինչի սրան չեք հարցնում, ազգովի, անասուն խիտ արել մեզ ընտրությունները, եթե դու մանդատ չես վերցնել։ Մանդատ չի կարա վերցնել, ինքը խոսալ չգիտի, ինքը գնալու այնտեղ նստի, ձեն չկարանա հանի, մարդիկ էլ ասեն, այս բացարձականությունն է, այս տվարը ոնց էր դարել մեզ թագավոր պրեզիդենտ։ Ու դեմքին էլ որ նայեք քրիստիանիզմը դեմքից թափում է, թե ոնց ենք մենք սրան դրել մարդու տեղ, դե խափեր, սպարածերտը սրան բերեց որպես վոյնի։ Հայերը սիրում են տենց էպիցետներ կպցնել ամեն դեգեներատին, կպցրել ենք այդ էպիցետը որպես մարդ։ Չկա, ստե մարդ չկա։ Ոչ միայն տականք, հա դավաճանա հանցագործը, այլ ճիվաղը։ Խորը ճիվաղ։ Ոչ ճիվաղն է ստեղծել մնացած հայկական դրողքները։ Այս կնոջը, որ ոչ ման չի հասկանում, սենց բան ասողներին։ Մենք ստեղծել ենք մի սարսափելի իրականություն, որը ոչ մի պետությունում չկա սենց բան ստեղծված։ Մենք սարսափել ենք։ Այս էլ գրառում է ֆեյսից։ Ինչ ասեմ։ Այսօրվա հիմնական ասելիքը սա էր։ Սրան ավելացնելիք դժվար է։ Մենք մարսկային հիմնարար որակներն արդեն չենք կարողանում իրարից տարբերակել, դե կարծություն չկա, հայ ուսուցիչը զբաղված էր ընտրություն կեղծելով ու մի կոպեկ փող աշխատելով, որ սոված չմնա, սովից չզողի։ Սովի հեռանկարը մեզ կործանեց, շինացին կարողացավ ուղեղով իր երկիրը դրած սարքել, մենք չկարողացանք տարականը հասկանալով Հայաստանը որպես բնակելի վայր պահել։ Պետությունն արդեն վաղուց չկա։ Այսօրվա ասածել էր։ Իմ հայտնվելով երեի բավարարեցի այդ իմ յութուբյան ալիքը նայող, բայց իրան մի բան ասեմ։ Երբ որ մի բան ես գրում, աշխատի իմաստալից բան գրես։ Առհասարակ իմ գրառումների տակ միայն իմաստալից գրեք, որովհետև ես չեմ հարգում տգետ բաները։ Խելոք բան գրեք, դեբիլ բան պետք չի, դեբիլ ամեն մարդ է կարող։ Այսօր այսքանը։